Բարև ձեզ, այսօր ես կպատմեմ մաթեմատիկայում իմ ամենասիրելի թեմայի մասին։ Իմ ամենասիրելի թեման կոտորակներ թեման է։ Ինձ շատ դուր է գալիս այս թեման, քանի որ այն ունի շատ մեծ աշխարհ։ Կոտորակների հետ կապված կան շատ թեմաներ։ Եկեք վերցնենք օրինակ կոտորակների հետ կապված գործողությունները։ Գումարումը, հանումը, բազմապատկումը եւ բաժանումը նաեւ օգտագործում են կոտորակների մեջ։ Եկեք սկսենք հերթով։ Կոտորակների գումարումը եւ հանումը իրար շատ նման են։ Եթե երկու կոտորակների հայտարարը նույնն են, իսկ համարիչները տարբեր են, նրանց գումարի հայտարարը նույնպես կլինի նույն թիվը, իսկ համարիչը երկու համարիչների գումարը։ Եթե հայտարարները տարբեր են, պետք է գտնել ամենափոքր ընդհանուր բաժանարարը, եւ դա կլինի գումարի հայտարարը, իսկ համարիչը ստանալու համար պետք է ամենափոքր ընդհանուր բաժանարարը բաժանել առաջին կոտորակի հայտարարին, իսկ ստացված թիվը բազմապատկել առաջին թվի համարիչով։ Նույնը պետք է անել երկրորդ կոտորակի հետ եւ հետո իրար գումարել։ Հանումը միևնույնն է, բայց բոլոր գումարների փոխարեն պետք է հանել։ Կոտորակների բազմապատկումն ու բաժանումը ավելի հետաքրքիր են։ Կոտորակների բազմապատկման համար պետք է համարիչը բազմապատկել համարիչին, իսկ հայտարարը հայտարարին։ Կոտորակների բաժանումը անելու համար պետք է առաջին կոտորակի համարիչը բազմապատկել երկրորդ կոտորակի հայտարարին։ Դա կլինի քանորդի համարիչը, իսկ հայտարարը ստանալու համար պետք է առաջին կոտորակի հայտարարը բազմապատկել համարիչին։ Նաև անկախ կոտորակները կարելի է դարձնել խալը թվեր։ Նաև կան կոտորակներ, որոնք կարելի է կրճատել։ Այդ անելու համար պետք է գտնել համարիչի եւ հայտարարի ամենամեծ ընդհանուր բաժանարարը եւ բաժանել։ Կոտորակների աշխարհը ավելի մեծ է, հենց այդ պատճառով ես այն սիրում եմ։ Այն ինչ որ ես այսօր պատմեցի դեռ ամբողջ չէ, այլ միայն մի մաս։ Հաջողություն։